Նախորդին դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խոզարկությունից հետո Արմլյուրի աղբյուրները փոխանցեցին, որ հնարավոր է մինչև տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։ Արցախի պաշտոնյաներից որևէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց եւ այնպես չբացառեցին, որ խոզարկությունից հետո հնարավոր է նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչև տարեվերջ թե տարեսկզբին իրենց է միայն հայտնի, բայց այնուամենայնիվ տհաճ անակնկալներ Արցախի իշխանությունները սպասում են։ Արցախի պաշտոնյաները նաև չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ, նրանք էլ գիտակցում են, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն խոզարկություն էր իրականացրել Երևանի Նաիրի Զարյան 17/A հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին եւ ավարտվել 16:30-ի սահմաններում։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվել է խոզարկության գործողությունները, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։ Ինչպես հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։